Այսօր հուլիսի 1-ը 2026 թիվը տիեզերական եկեղեցու պատմության մեջ շատ մեծ օր է, սիրելիներս, եւ դուք պետք է այդ մասին իմանաք։ Ուրեմն կա այս միաբանությունը, որը կոչվում է Սուրբ Պիուս 10-րդի միաբանություն, որը հիմնվեց 70-ական թվականներին arczepiskopos Marcel Lefebvre կողմից։ Եվ ահա Marcel Lefebvre այն մարդն էր, նախ ասեմ, որ նա միսիոներ էր, աշխատում էր Աֆրիկաներում, շատ ծանր, եւ նա պահում էր եկեղեցու ուղղափառությունը։ Եվ ահա Վատիկան II-ի այս ռեֆորմների ժամանակ նա ահազանգեց բոլոր այն հերձվածների մասին, որ մասոնական դրածոները բերում էին Վատիկան։ Եվ ահա Վատիկան II-ը այդպիսի մի ժողով էր, որը անցկացրեց մոտ 150 այս փաստաթղթերը գրված համարյա անգլիկանների եւ բողոքականների կողմից, որոնք սկսվեցին կամաց ներդրվել եկեղեցու մեջ, խորանները քանդում էին, դոգմատիկ ուսմունքը վերացնում էին եւ ծիսական, կանոնական այն պատարագը, որ նաեւ մենք ունենք եւ օրթոդոքսները ունեն, մենք նույնպես օրթոդոքս ենք, այսինքն դա որ մեզ փոխանցվել է առաքյալներից, նրանք վերացրին դա, վերածեցին ինչ որ մի տոնախմբության եւ ավելի շատ զբաղված էին սոցիալական հարցերով։ Քրիստոսի եկեղեցին միստիկ խորհուրդ է։ Մենք մասնակցում ենք նրա չարչարանքներին, պատարագը դա Քրիստոսի կենթանի ուրեմն ներկայությունն է եւ Գողգոթայի ճանապարհի կրկնությունն է տառացիորեն եւ ահա մենք մարմնով եւ հոգով միանում ենք Քրիստոսի մարմնին եւ հոգուն եւ դրանով դառնում ենք նաեւ անմահ, կիսում ենք նաեւ իր անմահությունը։ Այս ամեն ինչը փոխվեց։ Եվ ահա arczepiskopos Lefebvre մեզ ահազանգեց եւ բավականին ինքը համարյա որպես մարտիրոս մահացավ, բայց իր միաբանությունը մնաց։ Ես ասեմ, միաբանությունը Հովհաննես Պողոս II-ը իբր թե էքսկոմունիկացիա վտարեց կաթոլիկ եկեղեցուց, բայց դա նշանակություն չունի։ Ես ասեմ, որ հզոր եկեղեցի է, որը պահպանում է բոլոր ուղղափառ կանոնները եւ ունի միլիոնավոր հետևորդներ, կա համարյա աշխարհի բոլոր երկրներում։ Այսինքն SSPX ենք ասում, SSPX-ը կարողացավ ոչ միայն մնալ, այլև բարգավաճել եւ կամաց իր միջոցով ինչպես թե ինքը հայելի էր, որով աշխարհը տեսնում էր, թե ինչ է կատարվում այս նոր եկեղեցում, իրենց նոր ծեսով, որ կոչվում է Novus Ordo, եւ ահա մարդիկ, եթե իրապես դու Քրիստոսի հետ ես, դու չես կարող շեղվել։ Միևնույն է, թե դու փոխում ես բազմապատկման աղյուսակը, որովհետև այն ինչ որ մենք ստացել ենք որպես ժառանգություն, դա միստիկ հայտնություն է Աստծուց, դա մարդկային մտքի արդյունքը չէ։ Ամեն ինչ այնտեղ, ամեն մի ծեսի խորհուրդը, ամեն մի դոգմատիկ խորհուրդը Աստծո հայտնություն է տրված սրբերեն, հիմնադիր հայրերին եկեղեցում։ Եվ ահա Բենեդիկտ 16-ը Ռատցենգերը, երբ որ ինքը փոխարինեց Հովհաննես Պողոս II-ին, նա չեղյալ համարեց այդ էքսկոմունիկատը եւ ահա այնտեղ կար որոշակի համաձայնություններ, դրանից հետո արդեն arczepiskopos Lefebvre այնտեղ չէր, կար եպիսկոպոս Ֆալեն, մենք չգիտենք ինչ զիջումներ արեցին, ինչպես եղավ, բայց ծեսի իրենց կանոնական ծեսի եւ դոգմատիկ ուսմանքի մեջ ոչինչ չի փոխվել։ Ես այնտեղ եմ եղել 94 թվականից, ես անդամ եմ իրենց եկեղեցու։ Հրաշալի Գրիգորյան ուրեմն երկեցողություն է, մեր Հովհաննես եւ Ոսկեբերանի կանոնն է, փաստորեն, բայց ավելի շատ նա գալիս է Սուրբ Պետրոսից եւ ահա դարերով ոչինչ չի փոխվել։ Բայց ահա Ռատցինգերից հետո
Բենեդիկտ 15-ից հետո այս հալածանքները վերսկսվեցին Ֆրանցիսկով եւ հիմա Լեոյով։ Բանն այն է, որ եպիսկոպոսի շնորհքը, քահանայական շնորհքը գալիս է Սուրբ Պետրոսին տրված Քրիստոսի շնորհքից, այն փոխանցվում է ձեռնադրությամբ։ Եվ հիմա այդ ձեռնադրության խորհուրդը Նովոս Օրդո այս նոր ռեֆորմացված եկեղեցին համարյա չունի։ Ես չգիտեմ, որոշ եպիսկոպոսներ ասում են դեռևս կա, որոշներ ասում են այլևս այդ շնորհքը չկա, բայց համենայն դեպս Պիոս 10-րդի միաբանության խնդիրներ պահել այդ շնորհքը, այսինքն թե երկու եպիսկոպոս պիտի լինի, որպեսզի ձեռնադրի նոր եպիսկոպոսին եւ օրենքով ըստ կանոնի պապը լինելով եկեղեցու գլուխը նա պետք է մանդատ տա, արտոնություն տա դրա համար, ինչպես օրինակ Սիլվեստր առաջինը մանդատ տվեց որպեսզի մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դառնա կաթողիկոս, պատրիարքը, եւ ահա կարգ այդպես է Լուսավորիչը գնաց Կեսարիա, ձեռնադրվեց որպես պատրիարքը Կովկասյան ժողովուրդների եւ փաստորեն այս տրադիցիան, որ պապը պետք է թույլատրի, այսինքն թե ինչպես է քննում է, որտեղ եպիսկոպոսը ի վերջո եկեղեցու հիմքը, տաճարը, պատերը եւ առաստաղը ամբողջը գալիս է եպիսկոպոսի շնորհքից եւ ահա պապը չէր թույլատրում միջև հիմա Լեֆեբրից հետո Լեֆեբրը 4 ուրեմն եպիսկոպոսներ կարողացավ ձեռնադրել առանց մանդատի եւ էքսկոմունիկատվեց, որից հետո վերականգնվեց Բենեդիկտի ժամանակ, որից հետո նորից փաստորեն թշնամությունը գնաց եւ հիմա պապ այս Լեո 14-ը մանդատ չտվեց այսօրվա 4 եպիսկոպոսներին, որ այսօր Իկոն քաղաքում Շվեյցարիայի ձեռնադրվեց, ունենք 2 եպիսկոպոս, որոնք ձեռնադրեցին այսօր 4 նոր եպիսկոպոսներ, որոնցից 2-ը Ամերիկայում են, ես շատ մոտիկից ճանաչում եմ իրենց սուրբ մարդիկ են։ Եվ ահա հիմա 3, այսինքն թե Եվրոպայի ժամանակով 3 հուլիսի 1-ին պապը հայտարարեց, նորից զգուշացրեց, որ հետևանքներ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ Պիոս 10-րդի միաբանությունը եւ հավատացյալների հետ նորից պետք է էքսկոմունիկատված համարվեն։ Դեռևս չեն խոսում, բայց մենք սպասում ենք դրան։ Բայց հիմա ես ասեմ, որ եկեղեցու մեջ կան առանձին միաբանություններ, հիմնված Սուրբ Դոմինիկի վրա, կամ Սան Ֆրանցիսկի վրա, կամ Սուրբ Լեոյի, Լոյոլայի վրա, կամ Բենեդիկտյան կարող են լինել, կամ անգամ Անտոն Ճգնավորի, այսինքն թե միաբանությունները կան եւ միաբանությունները ունեն իրենց ներքին օրենքները նաեւ եւ հիմա փաստորեն ինչ էր կատարվում, բանն այն է, որ Վատիկան II-ը 60-ական թվականներից միաբանությունների այս ինքնուրույն սիստեմը ջախջախեց, կա այնտեղ Սուրբ Պետրոսի միաբանություն, որ նույնպես անկախ միաբանություն էր իր ներքին օրենքներով, կա այնտեղ Հիսուս Քրիստոսի որպես թագավորի միաբանություն, ուրեմն Վատիկան II-ի պապերը արգելեցին նրանց ինքնուրույն շարժումը եւ իրենք էին նշանակում այս միաբանությունների եպիսկոպոսներին եւ փաստորեն քահանապետությունը այնտեղ ուխտ է անում ենթարկվելու եպիսկոպոսին եւ փաստորեն այս եպիսկոպոսները լինելով մոդեռնիստներ տարալուծեցին այս միաբանությունները նրանք գոյություն չունեն այլևս նույն բանն է ինչ որ Նովոս Օրդոն ինչ որ այս մոդեռնիստները հիմա SSPX-ը իրականացնելով այս 4 եպիսկոպոսների ձեռնադրությունը փաստորեն մերժում է Վատիկանի այս նոր
օրենսդրությունը, որ բոլոր միաբանությունների եպիսկոպոսները պետք է նշանակվեն պապից, դա նշանակում է տարալուծում, դա նշանակում է, որ SSPX-ն էլ պետք է անհետանա։ Այսինքն նրանք գալիս են եւ մտցնում են այս սարսափելի տարերը կանայք որպես քահանա, իսլամ կամ բուդդիստ կամ եսիմինչ համագործակցություն միատեղ աղոթքներ առաջին 3 պատվիրանը մենք ունենք մկրտված մարդը չի կարող այլ ազգիների հետ աղոթել կամ կդիվահարվես Ես գրել եմ այս մասին շատ սիրելիներ, ես Վատիկան երկրորդի մասին ես շատ նյութեր ունեմ, բոլոր պետք է դուք ուսումնասիրեք, հիմա շատ վտանգավոր ժամանակ է։ Եվ ահա փաստորեն այսօր տեզերական եկեղեցու համար մեծ պատմություն է, մեծ օր է այսօր, այսինքն այլ ավանդությունը, որ մենք ստացել ենք Սուրբ Պետրոսից, կաթոլիկ եկեղեցում այսօր վերահաստատվեց, ոչ թե գնալով տարալուծվելու ճանապարհով, ինչպես մյուս տրադիցիոնալ թևերը եղան, այլ մնաց կանգուն, եւ հիմա ամբողջ Վատիկանը միայն մտածում է ինչպես անի, որ ոչնչացնի այս Պիոս 10-րդի միաբանությունը, ինչու է միաբանություն կոչում Պիոս 10-րդը, Պիոս 10-րդը անցյալ դարասկզբին մեկ-մեկ զգուշացրեց, որ բոլոր հերձվածների միությունը այսօր բերվում է եկեղեցի եւ այն կոչվում է մոդեռնիզմ։ Ինքն է զգուշացրել ունի մոդեռնիզմի կատեխիզմը եւ ամեն ինչ մեծ մարգարեությամբ դեռևս չկար այդ մոդեռնիզմ 60-ական թվականներից հետո եկավ, բայց նա 1910 թվականին արդեն գրել էր այս մասին եւ բոլորը գիտեին, որ Պիոս 10-րդը մեծ մարգարե է եւ այսօր այս մասոնական Վատիկանի միակ նպատակն է ոչնչացնելու առաքելական ձեռնադրության շնորհքը, սիրելիներս, դա իրենք չհաջողվեց։ Իհարկե ամբողջ գիշեր զբաղված ենք դիտելով ձեռնադրությունը այս 4 եպիսկոպոսների աղջիկս դուստրս այնտեղ է ներկա է եւ աշխատում է իրենց հետ օգնում է այս ինչպես թե առաջնորդող քահանաներին Father Wiseman, Father Carlyle եւ փաստորեն մենք բոլորս մեծ երջանկության մեջ ենք բայց ինչ է անում Վատիկան երկրորդի այս մոդեռնիստ պապա ինչքան մենք հասկանում ենք այստեղ ասենք թե Պիոս 10-րդի միաբանության եկեղեցին է միլիոնավոր մարդիկ ունեն հրաշալի ծես է վավերական իրենց խոստովանությունը կյանքի աղբյուր է դրա կողքին իրենք դնում են Novus Ordo-ն, ինչ-որ մի եկեղեցի են բացում եւ խափում ժողովրդին, նույն ուրեմն այդ թատրոնն է, բայց լատիներեն։ Միաբանության եկեղեցական էկլեզիաստիկալ այդ լեզուն լատիներենն է եւ նրանք այդպես փորձում են խափել ժողովրդին, թե իբր տարբերություն չկա։ Տարբերությունը միայն այս լեզվի մեջ չէ, տարբերությունը միստիկ խորհրդի մեջ է, որ փաստորեն ժամանակակից մոդեռն այս քրիստոնեությունը ունայնանում է դրանից։ Այդպես են հիմա 90%-ը, նաև Եվրոպայում հատկապես։ Եվ ահա նույն այդ ես չգիտեմ ինչ սատանայի գործակալները փորձում են հիմա փաստորեն ամբողջ քաղաքակրթությունը քրիստոնեական ջախջախել օգտագործելով իսլամը եւ մենք կանգնած ենք լինել չլինելու առաջ այսօր հայոց առաքելական կոչվող եկեղեցին լրիվ կռապաշտ է դառնում դա էլ գալիս է նրանք վճարում են դրա համար ճիշտ է ռուսական եկեղեցին այդ համայնքի մեջ չէ որը կոչվում է համաշխարհային եկեղեցիների խորհուրդ ռուսական եկեղեցին է որ այնտեղ չէ Ղապտի եկեղեցին հեռացավ վերջերս բայց դա վստահելի եկեղեցի չէ ահա մենք խոչակնքվում ենք որպես կաթողիկե հավատք ունեցողներ եւ մենք հիմքն ենք հռոմեական եկեղեցու ես ներկայացրել եմ լուսավոր ճշարանություն եւ ամեն ինչ եւ հունական եւ ռուսական եկեղեցում իրենք քեզ ձախից աճ միայն խաչ անելու համար դուրս են շպրտում եկեղեցից այսինքն դրանք էթնիկ ինչ որ խմբավորումներ են դա չի կարող լինել տիեզերական եկեղեցի անունդ պիտի նորից պիտի մկրտվես անունդ փոխես ռուսի նո վստահելի բան չէ դա հաճելի չէ ասում բոլորովին սիրելիներս հիշեցնեմ ձեզ որ բոլոր նվիրապետությունները եպիսկոպոսային
բացի SSPX-ից եւ ուրիշ միաբանություններ կան անկախ, որ պաշտպանում են, ինչպես է ջրի վրա Տիտանիկը խորտակվել է, բայց համի մի փոքրիկ ինչ որ մի փայտ են գտնում եւ դրա վրա խաչափայտի ձևով ասենք թե կարճած կարողանում են չսուզվել, սա վերնախավն է եկեղեցու ամենտեղ, բայց դուք հավատացյալներդ պետք է սա հասկանաք եւ միասին լինեք եւ ահա հատկապես ոչ հավատացյալներին աթեիստ լինի, թե մուսուլման լինի, թե ինչ լինի, հնդիկ բուդդիստ լինի կամ հեթանոս լինի, դուք պետք է նրանց դարձի բերեք սիրելիներս, եթե դա առաջ դրված էր կրոնավորների վրա որպես միսիոներական խնդիր, հիմա մեզ վրա է դա դրված, որովհետև նվիրապետություն չկա այլևս, Քրիստոս ունի մեկ մարմին, որ նշանակում է մեկ եկեղեցի, մեկ հավատք, մեկ մկրտություն եւ իր անկար ուրեմն պատմուճանը, որը հիմա բաժանված է հարյուրավոր պատռված կտորների, եւ մենք մեզնից հասնում է, որ մենք գիտակցենք այս ամենը, հատկապես ինչպես է աշխատում սատանան մեր մեջ եւ մնանք առաքելական, կաթողիկը եւ ոչ մի խտրականություն չդնենք մարդկանց մեջ, դրա համար Սուրբ Լուսավորիչը շատ լավ գիտեր այս արիացիների մեծաբերան, մեծագլուխ այս հպարտությունը, դրա համար ասում էր հայ լինելը իրենից ոչինչ չի ներկայացնում, մարդ պետք է սեր ունենա եւ մարդ պետք է սուրբ լինի, մոտավորապես այսպես է ասում 20-րդ թղթի մեջ իր հաճախ պատման, բայց նշում է, որ հայ լինելը ազգությամբ իրենից ոչինչ չի ներկայացնում, նույն կերպ էլ իտալացի լինելը իրենից ոչինչ չի ներկայացնում, մենք ունենք աստվածային ժառանգություն տրված մեզ եւ Քրիստոսը դա Աստված է, հիմա այս հեթանոսներն ասում են եբրայացի, ինչի պետք է իրեն հավատանք, այդ եբրայացիներ եւ այլն կրոնի հետ կապ չունի, երկնքում բոլորը միասին են, առանձին հայկական թագավորություն չկա երկնքում, եւ ահա Աստված բոլորի նախաստեղծողն է, Աստված ստեղծեց Ադամ եւ Եվային եւ նրանք ծնունդ տվեցին բոլորին, այդ ազգային նացիոնալիզմը հետո ուշ դարերում բերեցին նույն այդ մասոնները, եւ ասիրելներ, շնորհավոր ենք այսօր մեր 4 եպիսկոպոսներին նոր եւ փաստորեն եկեղեցին շարունակվում է ինչ հավատանքներ որ գա մեզ վրա ես արդեն ինձ ձեր եկեղեցիներում վարդայան աղոթելու համար տեր մամբրե այս տագետ այս կահկանքի ես կարող եմ ասել ворթերը դրանք ինչ հոգեվոր մարդիկ են ինձ հանեցին շպրտեցին վարդայան աղոթելու համար եւ ձեր եկեղեցին եւ այստեղ ես շատ ցավում եմ Ես տեսնում եմ բոլոր այս քահանաների վախճանը, ովքեր ինձ հալածել են, բայց գիտեք ինչ, եթե Քրիստոս ունես քո սրտի մեջ, դու ունես սեր եւ դու ունես հասկացողություն, թե որն է շնորհքի աղբյուրը եւ դա նացիոնալիզմի հետ ոչ մի կապ չունի։ Ասիրոններս, եթե դուք Եվրոպայում եք ապրում, SSPX գտեք եւ անպայման գնացեք այնտեղ, ինչու ես ոչինչ չունեմ հայազգի դեմ, նայեք ես խոնարհվում եմ իրենց առաջ, նայում եմ եկեղեցին բոլորը չոքած, հատկապես արցունքներով լաց են լինում, աղոթքի ժամանակ իրենց հոգսերի համար կամ Աստծո սիրո համար եւ նույն հաջողապատման մեկ լուսավորչի գրված է Արցունքով աղոթելը մարդկանց համար սրբության նշան է։ Ես տեսնում եմ, որ հայոց մեջ, պարզ մարդկանց մեջ շատ սրբեր կան, բայց ցավոք սրտի մանավանդ մեր ազգի համար շատ մեծ խնդրեմ կա, որովհետև նաև մարգարեությունը Սուրբ Լուսավորչի ասում է, որ հայ ազգը բաժանված է երկու մասի, 50-50%-ով, բացարձակ չար, սատանայից ավելի չար 50%-ն է, որը ընդունակ է ամեն ինչի, եւ բացարձակ սուրբը մյուս 50%-ը, այսինքն այսպիսի հակասությամբ մեր ազգը ապրեց 2000 տարի եւ չգիտեմ, Աստծո շնորհքով հավանաբար մեր այդ նահատակների շնորհքով, որոնք պաշտպանեցին մեր եկեղեցիները եւ ընկան հերոսի մահով, երբեք դա չմոռանաք սիրելիներս,
այս ոչ արևմտյան Հայաստանում մեր մարտիրոսները, ոչ էլ Ղարաբաղի պատերազմներում ընկած մեր հերոսները, որոնք պաշտպանում էին մեր եկեղեցիները, ես գիտեմ մարդիկ, որոնք ափերով երբ որ ազատագրեցին Ղարաբաղը, Շուշիի եկեղեցին, մյուսները ափերով հավաքում էին ադրբեջանցիների կաղկաղանքը խորանի վրայից, ոչ մի բան չի մոռացված Աստծո առաջ, եւ հավատք ունեցեք եւ կտեսնեք, որ Աստված նոր ճանապարհներ կբացի հրաշքով բոլորիդ համար, մեր ազգը սուրբ է, հիշեք սա, ես նորից եմ կրկնում, սա Գարեգինի նվիրապետության հետ կապ չունի, բայց դուք սովորեք անգլերեն եւ լսեք եւ սովորեք անպայման ձեր հավատքը, որովհետեւ հավատքը մեզ մոտ գիտակից հավատք է, մենք մուսուլմաններ չենք, եւ գիտակից հավատքը տալիս են գիտնական եւ մեծ շնորհքի տեր քահանաները, այս SPX-ը շնորհքի աղբյուր է, իրենց քահանաները շնորհքի աղբյուր են, խնդրում եմ ինձ հավատացեք, եւ հնարավոր չէ, որ դուք լսեք իրենց քարոզները եւ հավատքի մեջ երկրաչափական պրոգրեսիա չունենալ, պաստորեն, ցավոք սրտի դա մեր պարագան չէ, բայց կան հայոց մեջ էլ պարզ քահանաներ, որոնց ես մեծ հարգանք ունեմ, բայց ինչպես ես սրբերն էին ասում, մի վստահական քահանաներին, որոնք երբ որ քարոզում են, մեջբերում չեն անում սրբերից, որովհետև առաջին նշանը մարդու սրբության, մանավանդ քարոզիչի, դա այն է, որ նա միշտ խոսի սրբերի եւ ուրեմն սուրբ գրքերի մեջբերում անելով, ոչ թե ինքը իրենից, շատ կարևոր է, որովհետև այդպես է սկսում հերձվածը, երբ որ մարդը իր մարդկային մտքի վրա հենվելով նոր բաներ է հնարում, պետք է զգուշ լինեք սիրելիներս, նորից 4 նոր եպիսկոպոս ունենք, որոնք հիմնված են Սուրբ Պետրոսի վրա եւ դժոխքի դարպասները չեն հաղթահարելու Քրիստոսի եկեղեցին, ամեն